Գնահատականը միանշանակ է դավաճանություն օտար թշնամի երկրների օրակարգի սպասարկում գնահատականը միանշանակ է դավաճանություն պետական մակարդակով դավաճանություն օտար երկրների օրակարգերի սպասարկում միանշանակ ուրիշ տարբերակ չկա ընթացքում այս 7 տարի Չալո Նիկոլը իշխանությունը բռնազավթելուց հետո լծված է թակ լավ էլի 7 տարի իշխանությունը բռնազավթելուց հետո այս մարդը լծված է այս ազգի քոքը տալու գործընթացին ամբողջ իշխանական լծակներով իշխանական ռեսուրսով այս մարդը լծված է այս գործին այս ազգի քոքը տալու հաջողացրեց այն դեբիլ անգրագետ մասայի ուղեղը լված իշխանությունը բռնազավթեց հոգևոր իշխանությունը մի քիչ դժվար է հոգևոր դասը փառքաստու չդավաճանին իրանց պոզիցիաներին հավատին մեր եկեղեցուն բայց ամեն դեպքում եկե շարվեր են ասեն սուրուներով ումից են ինչ պաշտպանում ասենք Ձեր կարծիքով ինչու 7 տարի հետո իշխանությունը որոշեց, որ եկեղեցում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես կաթողիկոսը եկեղեցու համար վտանգ է։ Իրենից իշխանությունը 7 տարի հետո չի որոշել։ 2018 թվականին մայիսի 8-ին մայիսի 8-ին այդ գործակալ շունը ստանձնեց վարչապետի պաշտոնը մայիսի 28-ը Սարդարապետի հերոսամարտի 100-ամյակը աղավաղեց Սարդարապետի հերոսամարտի 100-ամյակը ըստ պատշաճույն նշելու փոխարեն հրավիրեց համաշխարհային համասեռամոլ Էլթոն Ջոնին Զիբիլին բերեց այդ Սարդարապետի 100-ամյակը տենց պղծեց ամսի 1-ին վազեվազ եկավ Էշմիածին, բա եկե 18 թվականին, եկել եմ իմ ծնունդը Էշմիածինում նշեմ, եկեղեցի չմտավ, գնաց մատենադարան, ընդեղ պաշտոնական ոչ մի հայտարարություն էլ չեղավ, բայց սաղս էլ իմացանք, որ ինքը վեհափառի առաջ դրեց, այդ պղծության կոնվենցիաները Ստամբուլյան Լանզարոտե, Զրթուզիբիլ, գոմիկների, LGBT-ների, լեսբիյանքեկի, այլասերվածի կոնվենցիաները դրեց վեհափառի դեմը, վարչապետ ընտրվելուց ընդամենը 20 օր հետո, կամ եկեղեցիով ընդունում ես այս կոնվենցիաները, որ ուրիշ խնդիրներ չլինի, կամ Սերժի հետևից էթալու ես, բնականաբար վեհափառը հրաժարվել էր վեհափառի կատեգորիկ հրաժարվելուց հետո վեհափառը կատեգորիկ ասել էր իմ դիակի վրով իմ եկեղեցու մեջը համասեռամոլ կպսակեն կամ էլ լեսբիան կամ կբերեն LGBT-ի ողորմելիները իրան շուն ու կատուներին կմցնեն մեր երեխա կնքելու ավազանների մեջը կկնքեն դրանից հետո ինքը գնաց Ձեռնամուխ եղավ հունիս ամսին 18 թվականի հունիս ամսին Ձեռնամուխ եղավ նոր Հայաստան նոր հայրապետ այդ սատանայախմբի ձևավորմանը 6-րդ ամսին հունիսին հուլիսի 6-ին երկրորդ 6-ն է այդ սատանի այդ բանի երամ հուլիսի 6-ին իրիկվա ժամի 6-ին այս շինարարության կողմից 3-6-երի այդ սատանիստական սիմվոլիկայով ներխուժին վեհարան 18 թվին ես այս նույն դարպասների մոտը կայնացել է փառքասու 1000 փառք որ ես սատանի հետևից չեմ գնացել այսօր էլ մեռնեմ հանգիստ կարամ մեռնեմ որտեվ ասուտեղակ Աստված եմ պաշտե ասուտեղակ Նիկոլ չեմ պաշտե Նիկոլի հետևից չեմ գնացել, Նիկոլի հրաման չեմ կատարել։ Իսկ ձեր կարծիքով որոշ հոգևոր Ամենից որ նոր չի որոշել։ Այդ ժամանակ 18 թվականին 5 օր իրանք բռնազավթած պահին այս դիվանատունը պարալիզացրին ամբողջ դիվանատան աշխատանքը ինչ այլասերվածներ այս տարած որ ամուսնացյալ քահանաները դաժե չեն մտնում իրանց լրփերին բերերեին կիսատակլոր շորտիկներով կիսաչփլաղ ես իմ ինչ այլասերվածներ ներսում ես իմ ինչ փարթիներ բաներ էին անում մաղալները դրած խորոված քաբաբ փարթիներ սարքեր էին աշտարակի ձորը ստեղ այնտեղ բան էին անում գնդակը տշում էին սրբապատկերների վրան սրբապիղծ ու 18 թվին ես իմ աշկով եմ տեսել իրանք ինչ խնդիր ունեին փչացնելու Մայրաթորի արխիվը հատուկ ես տեսել եմ Վարդավառի օրը 18 թվի իրանք ծրագիր ունեին արխիվը շարքից հանելու
այդ ստեղի կայնած են փոքրաթիվ մարդիկ ինչ ուժերի գերլարումով են կարեցել եկեղեցու արխիվը փրկեն, այդ մենակ մենք գիտենք 18 թվին ես կանխերեմ էթմեին ներսի դռներով այս պիղծերը ստեղի աղանդավորները լցված ներսի դռներով փաստորեն իրանք ծանոթ էին նույնիսկ ներսի կոմունիկացիաներին Վարդավառի երկուշաբթի պատարակի օրը ներսի դռներով իրանք էթմեին վեհափառին վնասելու Փարքասու էլի այն երջանիկ պատահականությամբ մենք կարեցանք վեհափառի կյանքը փրկենք իրանք այնտեղ վնաս էին տալու ու Խորեն Մուրադբեկյանի պես ասեին ժողովուրդը արեց անենց որ նոր չի այս արշավը էսի գլոբալիստական այդ սորոսա մասոնական ճիվաղների այդ համակարգված ծրագրի մի կարևոր հատվածը նա որ իրանք լավ է գիտակցում են, որ այդքան հեշտ չի, էլի։ Որոշ հոգևորականների դիրքորոշումը, որ եկեղեցին այսօր վտանգված է ներկայիս իշխող կաթողիկոսի կողմից ձեր գնահատականը նաև էս առումով։ Հա, այս առումով ես իրանց արդեն հոգևորական չեմ համարում, ճիշտ ասած դրանց մեջից այն Միրզախանյան Զիբիլ, հա, այն Արտակ չեմանում ինչ, դրանց է ես 18 թվից արդեն գիտեի, որ դրանց հետ են։ Հստակ մի քանիսինը գիտեի, բայց շատ զարմացած եմ Գևորգ Սրբազանի վրա, շատ եմ զարմացած Մասյացյոտնի թեմի 18 թվին ես որ հիշում եմ ինքս տեղ ինչ քացիներով, բոքսով կռիվ էր անում իր եկեղեցու համար ու այսօրվա իր դիրքորոշումը իրոք շատ զարմանալի է, զարմացած եմ, իսկ այն մնացածին ես հոգևորական այս ընթացքում էլ չէի համարում ճիշտ ասած, որտեղ գիտեք ինչ ամեն օր ես տեղ եմ, ես տենում եմ էլ ինչա կատարվում այսօր առավել եւս հոգևորական չեմ համարում դրանք երևի այտենց չեն պատկերացնում իրանք ինչ պատմական նզովքի անեցքի ու դավաճանի կնիքի տակ են մտել իրանք չեն վերջում երևի էթալու են այն Հալիձորի տերավետիսի նման ժնջիլը վեկալեն իրանցը դաղելով մանգան որ իրանք իրանցը սպանեն վերջում է չգիտեմ ինչ վախճանք ունենան Ձեզ մի հարց կարող եմ ուղղել, ինչով է պայմանավորված ըստ ձեզ իշխանության յուրաքանչյուր կիրակի իշխանության հոգևոր պատարակների մասնակցությունը տարբեր եկեղեցիներում 30 տարիների ընթացքում որպես հասուն քաղաքացի նման դեպք տեսել եք, որ ամեն կիրակի յուրաքանչյուր կիրակի իշխանությունները մասնակցեն սուրբ պատարակների։ Սուրբ պատարակ, որ ասում եք, այդ պատարակներից որն է կանոնական որն է այն ձև ընթաց է, ինչպես որ ասենք այս ամբողջ ընթացքում ընթացել է մայր տաճարում, ոչ մեկը։ Դրանք ոչ թե գնում են, այլ ամեն կերպ աշխատում են այդ պատարակը դա կանոնական չի եւ դա ընդունելի չի, դա պատարակ չի, դա համարեք թատրոն է։ Իրանք այդպես էլ մտնում են եկեղեցի, եկել են թատրոն, որտեղ իրանք էլ դեր ունեն։ Ահա, այս վերջի պատարակը ամբողջ Արմավիրի թեմից Սիոն Սրբազանը պատարակ մատուցեց, որտեղ ոչ մի քահանա չուզեց մատուցել այդ պատարակը։ Դա արդեն ինչ է խոսում, թեմի առաջնորդը լինելով Սրբազան, ինքը գնում անցնում է Նիկոլի կողմը, բայց թեմում չի գտնում, բացի այն մի քահանա, որ գնաց Շիրակի թեմում պատարակ արեց, չէ, 7 վերքում ու թողեց փախավ։ Հիմա նորից ինչ այդ մի Տեր հայրին պետք է նորից բարձրացնեն, Սիոն Սրբազանը բարձրացավ։ Ուրեմն պետք է Արմավիրի թեմի բոլոր քահանաներին շատ շնորհակալություն եմ հայտնում, որ իրանք ունենալով Սրբազան, որ արդեն դավաճան է, իրանք իրանց համար հարցը լուծեցին, ոչ թե ոստիկաններին, ջահել տղերք են։ Իրանք իրանց համար հարցը չեն լուծել դեռ։ Հասունանալ է պետք, չեն հասունացել մարդիկ։ Հետևաբար պատարակ չի եղել, այդ որը ոչ անտեր հարամի արածը, ոչ այն մեկի ինչ Տեր Արամ, անտեր հարամ։ Այդ բոլորը իս ամբողջ մասան, որ գնում է պատարակներ առանց կաթողիկոսյան, դրանց անվանում են ես անտեր հարամի հոտ։ Կառավարության ներկայացուցիչ են, ինչ չեն, իսկ չգիտեմ նախարարների անունները։ Դե այնպես որ դա երկրի իրավիճակ ինչպիսին կգնահատեք այսպիսով։ Ըստ ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ներքին նկատի ունեմ, որովհետև ներքինն է այս պահին պարակտված վիճակում։ Նորից կասեք։ Ես միշտ ապրել եմ Հայաստանում, շատ քիչ բանով, 2 տարի եմ բացակայ, այս վիճակ, որ ազգը այսպես իրար թշնամի լինի, չի եղել։ Լուրջ եմ ասում, մարդիկ իրար հետ մեկին վիրավորելուց
իրար մեջ որ խոսում են, ասում են Նիկոլին դրազանգված է։ Ոնց է ձեզ համար։ Այդ նշանակում է շրիշակից ցածր մակարդակով անձնավորություն, որտեղ եթե մարդու զարգացման մակարդակը գոնե շրիշակից մի սանտիմետր բարձր է, ինքը չի կարող Նիկոլի ասացներով ինչա ոչ դպրոց են գնացել, ոչ ծնող են ունեցել, ես չեմ հասկանում։ Այ այս վիճակով ինչ հարց ուզի կարա այս իշխանությունը լինի հոգևոր առումով, լինի ամբողջ ազգի վերացնելու անով կարա անի, որտեղ չկա միասնություն։ Հիմնական ուժերն էլ Նիկոլի կամակատարներն են։ Մի հատ բան ես ավելացնեմ էլի։ Այս Նիկոլը, ասենք այդ աղանդավորական եկեղեցիներում խնդիր չի տենա։